Ես ներկայացնում եմ, ես չեմ ասում դա, ես ներկայացնում եմ Մայրաթորի տարածած հայտարարությունը, անտեսելով թեմակալը առաջնորդի հորդորներն ու հրահանգները հարատևել է կարգազանց ընթացքի մեջ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի հետո շարունակենք։ Առաջնորդի խոսքը ինչ է արել։ Վերջին հատվածը նկատի ունենք։ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։ Վրդի մտածողության վրա, եթե ոմանք այդպես կմտածեն։ Երբ որ դու մի բան լուսաբանում ես, դա վարկաբեկել է։ Այսինքն, երբ որ դու խոսում ես խնդրի մասին, գլոբալ խնդիրների մասին, որը նաեւ կարող է ունենալ այն մեկ հոգին, որը կարող է գործել այդ ամենը։ Բայց ես հենց իմ խոսքի սկզբում ամեն տեղ խոսել եմ եկեղեցու ընդհանուր ունեցած խնդիրների մասին։ Հիմա եթե ես իմ համայնքի մեջ կխոսեմ պոռնկությունից, սա նշանակում է կներեք, որ ես պոռնիկներին վարկաբեկում եմ, ես որպես քրիստոնյա դեմ եմ այդ ամենին։ Քրիստոս էլ էր դեմ, վերջապես եկեք Աստծո խոսքը հիշենք, երբ որ պոռնիկ կինը եկավ չքարկոծեցին Քրիստոսի խոսքի համաձայն, հետո Քրիստոս ասաց գնա եւ այլևս չմեղանչես։ Հիմա մեր առաքելությունը ի՞նչ է, որ կեղտը, մեղքը հեռացնենք։ Հիմա դուք ինձ մեղադրում եք կամ Մայրաթորը, եթե ինձ մեղադրում են այն հարցում, որ ես խոսում եմ, ասում խնդիր կա, կեղտ կա, մեղք կա եւ այս ամենը վարկաբեկում է որևէ մեկի անձը, ուրեմն այսպես եմ պատկերացնում, որ մենք ուզում ենք, որ մեղքը, անարդարությունը լռի, անարդարը հաղթող դուրս գա, թե մենք ուզում ենք լավ եկեղեցի ունենալ։